ինչ է նշանակում կաթողիկոսի անձնական կյանքի պաշտպանության իրավունքի մասին խոսել։ Լավը չեք ասում, դուք խախտել եք Կտրիչ Ներսիսյանի ամուսնաընտանեկան կյանքի գաղտնիության իրավունքը։ Այդ մարդը չի կարող ունենա ընտանիք։ Անձնական կյանք այն իմաստով, որ դուք ասում եք, ինքը ուղղակի չի կարող ունենա, եւ դա այդ կանոնագրքի դա եկեղեցու սահմանադրության դրույթ է։ Այսինքն ինքը հակասահմանադրական կարգավիճակում է հիմա գտնվում եկեղեցու կանոնագրքի տրամաբանությամբ։ Կամ որ դուք ասում եք, դե լավ, հիմա դա ինչ խնդիր կա, որ իմի մտեք ուրեմն Կտրիչ Ներսիսյանի անձնական կյանքի դաշտ, բա լավ, բայց եթե այդքան առաքինի բարոյական եք, բախեք ամեն օր մտնում վարչապետի ամուսնաընտանեկան հարաբերությունների իրավական պրոցեսների մեջ։ Այն դեպքում, երբ որ վարչապետը ոչ մի բարոյական, ոչ մի իրավական նորմ չի խախտել, բա դուք որ այդտեղ նստած եք, ձեր նման մի քանի հոգի կան, գալիս եք այս ամբիոնից ճամարտակում եք ամեն անգամ վարչապետի եւ իր տիկնոջ ամուսնության իրավական բանի հանգամանքների շուրջ խոսում եք, բայց այդ ժամանակ չեք հիշում, որ չի կարելի մտնել երկրի ղեկավարի անձնական կյանքի տիրույթ։ Իսկ երբ որ խոսքը վերաբերում է Կտրիչ Ներսիսյանին, որի սքեմի տակ բոլորդ ծվարած եք, բոլորդ, այդ սքեմի տակ թակուկ ծվարած ինչ որ բաներ եք թաքցնում, այդ թվում ձեր սեփական սրբապղծությունը։